Ողջույն և բարիգալուստ հայ-հայ, այսօր խոսելու ենք 10-ից ավելի հետաքրքիր, ժամանցային, ստեղծագործական և զվարճալի տարբերակների մասին անգլերենը զարգացնելու համար։ Մաս 1. Դասական, բայց աշխատող տարբերակներ։ Առաջին. դիտել սերիալներ, ֆիլմեր անգլերենով, օրինակ Friends-ը։ Այլ հետաքրքիր ֆիլմերի տարբերակներ գտնելու համար կարող եք դիտել մեր վերջին հոլովակը ֆիլմերի մասին, հղումը կգտնեք նկարագրության բաժնում։ Երկրորդ. Քո կյանքը լի է անգլերեն սովորելու մինի հնարավորություններով։ Պարզապես փոխիր հեռախոսիդ կամ սոցցանցերիդ լեզուն անգլերենի, ու դու կամա թե ակամա ամեն օր կսովորես բառեր։ Երրորդ. լսիր երգեր ու փորձիր հասկանալ տեքստերը։ Երգեր լսելը լավագույն տարբերակն է համաձուլելու հաճելին օգտակարի հետ։ Երգերը լի են առօրեական բառակապակցություններով ու խոսակցական բառերով, որոնց կարող ես ուշադրություն դարձնել։ Մաս 2. Ստեղծագործական և տարբերվող տարբերակներ։ 4. Նկարիր կարճ վլոգեր տվյալ օրվա մասին։ Սեզոնի վերջում կունենաս գեղեցիկ փոքրիկ անգլերեն ֆիլմ քո ամռան մասին։ 5. Ստեղծիր մինի պատմություններ կամ հեքիաթներ ու հայտնիր աշխարհին նրա մասին, ինչ ուզում ես, այլ կերպարների միջոցով։ 6. Գրիր պոեմ կամ երգ անգլերենով։ Փորձիր հանգերն ու ռիթմը պահպանել։ Փնտրիր տարբեր բառեր բառարաններում։ Իսկ եթե դժվարանաս, կարող ես սկսել որևէ սիրելի երգ, պոեմ, պատմվածք թարգմանելուց։ 7. Ստեղծիր Instagram սթորիների շարք ամռան մասին պատմող։ Իսկ եթե չես ուզենա անընդհատ նկարներ ու վիդեոներ անել, արա օրական գրառումներ նոթատետրիդ մեջ, զարդարիր դրանք քո նախընտրած ստիկերներով, զարդանախշերով ու նկարներով։ 8. Հայտարարիր English only, ժամ կամ օր, ընկերներով կամ էլ ընտանիքով։ Ընտրեք ցանկացած ժամանակահատված, նույնիսկ կես ժամ, և այդ ընթացքում հաղորդակցվեք միայն ու միայն անգլերենով։ 9. Դրսում արև է ու հիանալի ժամանակ բացահայտումների համար։ Այնպես որ վերցրու գեղեցիկ նոտատետր, սկսիր բացահայտել նոր վայրեր ու նկարագրիր դրանք անգլերենով։ Մաս 3. Ամենաամառային մթնոլորտին հարմար տարբերակներ։ 10. Ամառը հիանալի ժամանակ է ընկերներով կամ մենակ պիկնիկ կազմակերպելու համար։ Խորագիրը՝ միայն անգլերեն։ Կարող եք խաղալ տարբեր քվիզեր կամ բեմադրել դիալոգներ, իսկ մենակ կազմակերպելու դեպքում կարդալ որևէ ամառային ստեղծագործություն։ 11. Պատվիրիր սուրճ կամ այլ բան անգլերեն, նույնիսկ տանը։ Զվարճալի է, չէ՞։ 12. Կազմիր փլեյլիստ ամառային անգլերեն երգերով։ Էկրանին կարող ես տեսնել 10 տարբերակներ։ Սկրինշոտ արա, որ չկորցնես։ Ամառային այլ երգերի կամ ուրիշ տարբերակներ գտնելու համար կարող ես հետևել մեր տելեգրամյան ալիքին, որի անունը կգտնես նկարագրության բաժնում։ Դե ինչ, այսքանն էին այսօրվա մեր տարբերակները։ Ավելին իմանալու համար մնա մեզ հետ, բաժանորդագրվելով ալիքին։ Եթե հավանեցիր, չմոռանաս լայքել, իսկ մեկնաբանություններում նշիր, թե որ տարբերակն ամենաշատը քեզ դուր եկավ և որն ես պատրաստվում անել հենց այսօրվանից։ Շնորհակալություն, որ վիդեոն դիտեցիր մինչև վերջ։ Հուսով ենք այն օգտակար էր։ Կհանդիպենք։ Բայ։